Երևան քաղաքում հատկապես կենտրոն վարչական շրջանում նոյեմբերի 17-ից 25-ն ընկած ժամանակահատվածում մթնոլորտային օդում փոշու կոնցենտրացիան գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 1.4-ից 4 անգամ։ Հատկապես բարձր է եղել նոյեմբերի 21-ին եւ նոյեմբերի 25-ին համապատասխանաբար 4 ու 3.5 անգամ գերազանցելով սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Վերջին օրերին անտիցիկլոնի կենտրոնի Հարկայության օդի տուրբուլենտականությունը արածյան գոգավորությունում դադարել է, իսկ դա իր հերթին հանգեցրել է օդի տեղաշարժի կանգնման եւ օդի աղտոտվածության կուտակման, ինչն էլ նաեւ նպաստել է այս իմ կողմից նշված թվերի բարձրացմանը։ Երևանի քաղաքապետարանը տեղադրելով այս պայդրությամբ մոտ 170 տվիչներ շինհրապարակներում իրականում ոչ թե իրականացնում է ֆոնային աղտոտվածության չափում, որը մեր գործառույթը չէ, այլ դրա նպատակը շինհրապարակների վերահսկողությունն էր կենթանի ժամանակահատվածում եւ անուղղակիորեն նաեւ կարողացել ենք հետեւել օդի որակի ցուցանիշներին ընդհանուր առմամբ վերլուծություններ են կատարել։ Ամռան ամիսներին դիտարկում ենք լավ ուրեմն ցուցանիշներ, ձմռան եւ ուշ աշնան ամիսներին հատկապես սրվում է իրավիճակը, ինչպես հիդրոօթերոթաբանության կենտրոնի գործընկերը նշեց, պայմանավորված մի շարք գործառույթներով։ Եվ պատմականորեն դեռ խորհրդային Հայաստանում հետևանքները դրա եղել են, որ արդյունաբերություն է եղել, դրան հաջորդել է էներգետիկ ճգնաժամը, երբ որ հատվել են բազմաթիվ ծառեր եւ ջեռուցման համար է օգտագործվել եւ փայտանյութը եւ այլ նյութերով են ջեռուցել բնակավայրերը եւ հետո բնականon արդեն Երևանը աճել է, զարգացել է եւ ուրեմն ունենք շինարարություններ, աճող ընդլայնվող քաղաք, այսինքն հետևանքը, արդյունքը նույնն է, այս սմոգը, այս փոշու շերտը, որը կարող են տեսնել մեր քաղաքացիները, այն առկա է տևական ժամանակ, ձմռան ամիսներին եւ այսինքն պատճառահետևանքային կապերն են ուղղակի տարբեր եղել։ Տերևների այրումը տեղեկացնում որ օրենքով արգելված է, մթնոլորտային օդի պահպանության մասին օրենքով արգելված է, տերևների այրման դեպք հայտնաբերելու դեպքում տեսչական մարմինը կիրառում է պատասխանատվության միջոցներ, ֆիզիկական անձանց նկատմամբ 50,000, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ 200,000 դրամի չափով։ Տեսչական մարմնում առ այսօր 2025 թվականի դրությամբ արձանագրվել է 16 դեպք։ Հորդորս մեր ազգաբնակչությանը մասնավորապես կուզենայի առանձնացնել ներկայումս Հայաստանի Հանրապետությունում հրդեհային տարածքներ ունենք, այդ տարածքների հարակից բնակավայրերի բնակիչներին առավել եւս, որպեսզի հնարավորինս փակ պահեն լուսամուծները, հնարավորինս քիչ գտնվեն ծխով աղտոտված տարածքներում, որոշակի անհանգստություններ, որոշակի առողջական խնդիրներ ունենալու դեպքում չզբաղվեն ինքնաբուժությամբ, անմիջապես դիմեն մասնագիտացված կառույց, հաշվի առնելով հետագա զարգացման հնարավոր ընթացքներ։